2026 թվականի օգոստոսի 12-ին տեղի ունեցավ տարվա ամենասպասված աստղագիտական իրադարձություններից մեկը՝ լրիվ արևի խավարում։ Լուսնի ստվերը անցավ Արկտիկայից դեպի Եվրոպա, Ռուսաստանի հյուսիսային շրջաններից Գրենլանդիայի եւ Իսլանդիայի արևմտյան հատվածով հասնելով Իսպանիա։ Սա Եվրոպայում 25 տարուց ավելի ժամանակ անց առաջին լրիվ արևի խավարումն էր։ Իսպանիայում հազարավոր մարդիկ հավաքվել էին դիտելու հազվագյուտ երևույթը, թեև որոշ վայրերում դիտարկմանը խանգարել են ամպերը։ 2026 թվականի օգոստոսի 13-ին Վլադիմիր Պուտինը ժամանել է Կուրիլյան կղզիների Իտուրոպ կղզի աշխատանքային այցով։ Սա նրա առաջին անձնական այցն է Կուրիլյան կղզիներ։ Նրա աշխատանքային ծրագրի առաջին կետը եղել է Յասնի ձկնավերամշակող ձեռնարկությունը։ Նախքան Իտուրոպ մեկնելը Պուտինը գտնվել է հարավային Սախալինսկում, որտեղ հետևել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների եզրափակիչ փուլին։ 2026 թվականի օգոստոսի 12-ին ԱՄՆ Յուտա նահանգի Պոնիևիլի աղային հարթավայրում սահմանվել է ջրածնային շարժիչով մեքենաների նոր համաշխարհային արագության ռեկորդ։ Ռեկորդը սահմանել են բրիտանական GCB ընկերությունը եւ հայտնի ավտոմրցարշավորդ Andy Green-ը։ Պաշտոնական ռեկորդային արագությունը մոտ 653.9 կմ/ժ է։ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը օգոստոսի 12-ին վթարի է ենթարկվել Յալովա նահանգում ուսումնական թռիչքի ընթացքում։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օդաչուն կարողացել է ժամանակին կատապուլտավորվել եւ փրկվել է։ Վթարի պատճառը դեռ հայտնի չէ։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այն պարզելու համար իրականացվելու է մանրամասն հետաքննություն։ ԱՄՆ-ն լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը եւ կարծում է, մենք այն կպահպանենք մեր ծովային շրջափակումը, ինչպես բոլորն են անվանում պողպատե պատը, եւ Իրանը ոչինչ չի կարող անել դրա դեմ։ Նրանք չունեն ոչ նավատորմ, ոչ ռազմաօդային ուժեր։ Նրանք չեն վճարում զինվորներին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ջախջախված է ու փախչում է։ Իսկ նրանց ղեկավարությունը լավագույն դեպքում անորոշ վիճակում է, գրել է Թրամփը սոցիալական ցանցում։